Ողջույն գործարար ալիքին միացած ռադիոլսողների եւ դիտողներ, դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությանը։ Ես Գայա Ասոյանն եմ, դուք լսում եք Խաղի կանոներ հաղորդաշարը, որը մենք իրականացնում ենք մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ։ Մեր այսօրվա հյուրերը Աստղիկ Բաղրամյան, հանձնաժողովի նախագահի օգնական, բարև ձեզ, եւ Սաթիկ Ղիմոյան, հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք այս տաղավարում բազմիցս խոսել ենք սպառողի օգնական հարթակի եւ առհասարակ բոլոր այն իրավախախտումների եւ այլի մասին, որ կատարվում են ի վնաս սպառողի, եւ վերջերս եղել են օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերում են հենց զգուշացման ինստիտուտի ներդրմանը, առհասարակ ինչ է սա, ինչու որոշեցիք սրա օգնությանը դիմել եւ առհասարակ ինչ է սա փոխելու սպառողի իրավունքների հարցում։ Շնորհակալություն, ինչպես բազմիցս նշել ենք, հանձնաժողովը ունի թե վերահսկողական եւ թե կանխարգելիչ լիազորություններ եւ հանձնաժողովը շատ հաճախ ընկալվում է որպես հիմնականում վերահսկողական լիազորություններ իրականացնող մարմին, ինչը սա ենթադրում, այսինքն հանձնաժողովը կիրառում է պատասխանատվության միջոցներ, տալիս է հանձնարարություններ տնտեսավարող սուբյեկտներին, սակայն հարկ է շեշտել, որ հանձնաժողովը էական նշանակություն է տալիս եւ հավասարապես կարևորում է կանխարգելիչ լիազորությունները եւ այս առումով այս գաղափարի արտացոլումն է նաեւ վերջին տարիներին կատարված օրենսդրական փոփոխությունները, որի շրջանակում հատկապես կառանձնացնեի գրավոր ծանուցման եւ զգուշացման ինստիտուտները, մասնավորապես ներդրվել է գրավոր ծանուցման ինստիտուտը որպես այսպես կոչված պարզեցված վարույթի տեսակ եւ զգուշացման ինստիտուտը էականորեն լավարկվել է, ընդ որում զգուշացման ինստիտուտի վերաբերյալ կարգավորումներ սահմանվել են ինչպես օրենքով, այնպես էլ ենթաօրենսդրական նորմատիվ ակտերով։ Մի փոքր խոսեմ բովանդակության մասին զգուշացման ինստիտուտի, առհասարակ հանձնաժողովը ունի տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու լիազորություն օրենսդրական, այսինքն հանձնաժողովը կարող է տուգանել տնտեսավարող սուբյեկտներին կամ վերջիներիս տալ նախազգուշացում եւ համապատասխան հանձնարարական վերացնելու խախտումը։ Զգուշացման ինստիտուտը որպես այդպիսին նպատակ ունի կանխելու տնտեսավարող սուբյեկտների կողմից իրավախախտման կատարումը կամ հանգեցնելու նրան, որ տնտեսավարող սուբյեկտները համապատասխանեցնեն իրենց վարքագիծը կարգավորումներին վերացնելով խախտումը։ Եվ հենց այս նպատակով էլ օրենքում ամրագրված է, որ հանձնաժողովը զգուշացում է տալիս այն դեպքում, երբ առկա է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման կամ սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վտանգ, կամ երբ առկա են առերևույթ հատկանիշներ։ Ընդ որում, երբ տնտեսավարող սուբյեկտին տրվում է զգուշացում, եւ տնտեսավարող սուբյեկտը համապատասխանեցնում է իր վարքագիծը կարգավորումներին եւ վերացնում է խախտումը, այս դեպքում որպես այդպեսին չի հետևում որևէ վարչարարական գործիքակազմի կիրառում։ Սակայն այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտի կողմից կատարվում է իրավախախտում զգուշացումից հետո կամ տնտեսավարող սուբյեկտը չի վերացնում խախտումը, այս դեպքում արդեն կհետևի տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կարող է հետևել տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ վարույթի հարուցումը եւ արդեն դասական վարչարարական գործիքակազմի կիրառումը։ Հարկ է նշել, որ տնտեսավարող սուբյեկտների հետ հարաբերություններում հանձնաժողովը հնարավորինս փորձում է կիրառել իր կանխարգելիչ լիազորությունները եւ սրան ուղղված է հանձնաժողովի գործունեության տարբեր գործիքներ, զգուշացումը ընդհանրապես մի գործիքն է, մյուսների մասին եւս մանրամասն խոսենք, սակայն հարկ է նշել, որ օրենսդրական փոփոխություններից հետո բազմաթիվ զգուշացումներ են տրվել տնտեսավարող սուբյեկտներին եւ հիմնավորվել է այս գործիքի արդյունավետությունը, քանի որ մեծամասամբ տնտեսավարող սուբյեկտները փոխել են իրենց վարքագիծը, համապատասխանեցրել են իրենց գործողությունները օրենքով սահմանված պահանջներին եւ վերացրել են խախտումները կամ խախտման առերևույթ հատկանիշները։ Նաև գրավոր ծանուցման մասին մի փոքր ներկայացնեմ։ Գրավոր ծանուցումը որպես այդպիսի նորույթ է իրավական մեր կարգավորումներում, գրավոր ծանուցումը որպես այդպիսին նախատեսված է կոնկրետ մեկ իրավախախտման համար, սա գնի ներկայացման կանոնների խախտում է, այսինքն երբ տնտեսավարող սուբյեկտը թույլ է տալիս ապրանքի գնի ներկայացման կանոնների խախտում, օրինակ միավոր գինը չի նշում,
Այս դեպքում տնտեսավարող սուբյեկտին հանձնաժողովի կողմից ուղարկվում է գրավոր ծանուցում։ Երբ տնտեսավարող սուբյեկտը գրավոր ծանուցումը ստանում է եւ դա առաջին խախտումն է վերջինիս կողմից գնի ներկայացման կանոնների, այս դեպքում հանձնաժողովը գրավոր ծանուցման բովանդակությամբ սահմանափակվում է նշելով, որ ձեր մոտ արկա խախտման հատկանիշներ վերացրեք այն եւ ապացույցներ ներկայացրեք հանձնաժողովին։ Եվ պատասխանատվության որևէ միջոց իմ ներկայացրածի շրջանակում չի կիրառվում։ Պատասխանատվության միջոցներ կարող են կիրառվել, երբ տնտեսավարող սուբյեկտը զգուշացումը ստանալուց հետո համապատասխան ապացույցները չի ներկայացնում, որ խախտումը վերացրել է, կամ իրավախախտ վարքագիծը շարունակում է։ Այս դեպքում արդեն կրկին կհետևի վարչական միջամտությունը հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու եւ այն եզրափակող վարչական ակտ կայացնելու տեսքով։ Առհասարակ այս կարգավորումները միտված էին հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացումը եւ պատասխանատվության միջոցի կիրառումը փոխարինելու առավել քիչ վարչարարական ռեսուրս պահանջող եւ առավել տնտեսավարող սուբյեկտների համար լայն հնարավորություններ ստեղծող գործիքակազմով, որի շրջանակում տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կունենան համապատասխանեցնելու իրենց վարքագիծը, ցույց տալու իրենց պատրաստակամությունը գործելու օրենքի պահանջներին համապատասխան։ Երբ սպառողը ինչ-որ ծառայությունից օգտվում է, ինչ-որ ապրանք է պատվիրում եւ ինչ-որ խախտումներ են լինում, տարբեր անհամապատասխանություններ եւ այլն, սպառողի օգնական ինչպես կարող է օգնել սպառողին։ Դե բոլորիս հետ էլ պատահել է, որ որևէ ապրանք ենք պատվիրել կամ ուշ է ժամանել պատվերը կամ ապրանքը հասել է, պարզվում է լրիվ այլ բան է, կամ այլ խնդիրներ կան, օրինակ երաշխիքային սպասարկման շրջանակում չեն կարողանում ստանալ ապրանքի պատշաճ վերանորոգում, այս դեպքերում սպառողները իրականում գնահատելով իրենց ծախսվելիք ռեսուրսները հիմնականում չեն հետապնդում խնդրի լուծման իրենց նպատակը եւ արդյունքում խնդիրը մնում է չլուծված, այսինքն գերադասում են չդիմել օրինակ դատական պաշտպանության միջոցների եւ ընդհանրապես բավարարվել իրենց հասած ոչ պատշաճ որակով ապրանքով, օրինակ, որովհետև դատական պաշտպանությունը օրինակ կարող է միջինը տևել 3 տարի, ինչը համարժեք ռեսուրսներ չեն ունեցած խնդիրը լուծելու համար եւ հենց այս հանգամանքի հաշվառմամբ էլ հանձնաժողովը ներդրել է սպառողի օգնական գործիքը, որը շատ արագ գործող գործիքակազմ է եւ անվճար ամբողջությամբ, երբ սպառողը ընդհանրապես բողոք է ներկայացնում, մենք հանձնաժողովի անունից տնտեսավարող սուբյեկտին ենք ուղարկում բողոքը եւ կարճ ժամանակ անց խնդիրը կարող է լուծվել։ Որպեսզի ավելի մանրամասն ներկայացնեմ եւ մեր ունկնդիրները եւ ակնդիրները ամբողջական պատկերացում կազմեն, փորձեմ ընթացակարգը հակիրճ ներկայացնել։ Սպառողը մուտք է գործում հանձնաժողովի պաշտոնական կայք եւ այնտեղից գրանցվում է սպառողի օգնական պլատֆորմում, ընդ որում գրանցման process-ը շատ պարզ է, ես ինքս էլ գրանցվել եմ, ընդհանրապես էլեմենտար տվյալներ է անհրաժեշտ լրացնել, այնուհետև հաստատվում է աշխատակցի կողմից հանձնաժողովի տվյալ գրանցումը եւ արդեն սպառողը հնարավորություն է ունենում լրացնելու իր բողոքը, ընդ որում բողոքի լրացման ձևաչափն էլ է բավականին պարզ, որովհետև հանձնաժողովը արդեն իսկ գեներացրել է հնարավոր այն ձևաթղթերը, որոնց շրջանակում կարող է սպառողը խնդիր ունենալ, մասնավորապես այնտեղ ունենք ապրանքի վերադարձի հետ կապված ձևաթղթեր, առաքման ժամկետների, տաքսի ծառայությունների եւ այլ վերաբերելի ձևաչափեր, ձևանմուշներ, որոնք որ սպառողը լրացնում է։ Ընդ որում սպառողը պետք է լրացնի միայն խնդրի նկարագրությունը, որոնք որ պարտադիր դաշտեր են, տնտեսավարող սուբյեկտի տվյալները, նրանք, որոնք որ հայտնի է, եւ իհարկե պետք է կցի վերաբերելի փաստաթուղթը, որը յուրաքանչյուր խնդրի դեպքում տարբեր կարող է լինել, մի դեպքում օրինակ ՀԴՄ կտրոն, մի դեպքում երաշխիքային սպասարկման կտրոն, կամ կարող է լինել ընդհանրապես որևէ կայքից screenshot, որը որ վերաբերելի է։ Սակայն նշեմ, որ ինչքան հնարավոր է հորդորում ենք մեր սպառողներին ավելի շատ ինֆորմացիա ներբեռնել բողոքում, որովհետև ինչքան համապարփակ է տեղեկատվությունը տրամադրված, այդքան մեծ է հավանականությունը, որ սպառողի օգտին կլուծվի խնդիրը։ Այնուհետև, երբ որ բողոքը գեներացվում է, հանձնաժողովը դա ուղարկում է տնտեսավարող սուբյեկտին, վերջինիս հատկացնում է 14 օր ժամկետ, որպեսզի պատասխանի բողոքին։ Տնտեսավարող սուբյեկտի կողմից, երբ որ պատասխանը ստանում է սպառողը, հնարավորություն ունի կամ համաձայնելու, կամ բողոքարկելու այդ որոշումը, այսպես կոչված։ Եվ դրանից հետո արդեն եթե սպառողը բավարարված չէ, այդ դեպքում հանձնաժողովը վերահասցեագրում է այդ բողոքը այն
հասարակական կազմակերպություններին կամ իրավաբանական ընկերություններին, որոնք որ համաձայնել են համագործակցել հանձնաժողովի հետ սպառողների շահերի պաշտպանության շրջանակում, եւ արդեն խնդիրը որպես հաշտարար նրանք են փորձում կարգավորել։ Կրկին նրանց հատկացվում է 14 օրյա ժամկետ խնդիրը կարգավորելու համար։ Եթե ամեն դեպքում այս փուլում եւս խնդիրը հոգուց սպառողի չի կարողանում կարգավորվել եւ սպառողը դեռևս դժգոհ է, այդ դեպքում արդեն հանձնաժողովի իրավասության դաշտ է հասնում խնդիրը եւ հանձնաժողովը կարող է վարույթ հարուցել սպառողների շահերը խախտող գործելակերպի առերևույթ արկայության հիմքով եւ այս դեպքում եթե հանձնաժողովը արձանագրում է իրավախախտման արկայությունը, հնարավոր է վերջինիս տնտեսավարող սուբյեկտին տուգանել իր նախորդ տարվա հասույթի մինչև 5%-ի չափով։ Եվ ընդհանուր մեր պրակտիկան, որ փորձում ենք դիտարկել, պարզ է դառնում, որ իրականում սպառողի օգնական գործիքի օգտագործման պայմաններում հիմնականում հենց առաջին փուլում խնդիրները լուծվել են, այսինքն կարգավորվել են տնտեսավարող սուբյեկտների կողմից։ Ընդհանուր առմամբ ստացել ենք 400-ից ավելի բողոքներ սպառողի օգնական հարթակով եւ ուրախությամբ հայտնեմ, որ 200-ից ավելի բողոքները հոգուց սպառողի կարգավորվել են, այս պահին 70-ը ընթացիկ են, իսկ մնացած բողոքները կամ վերահասցեագրվել են իրավասու այլ սուբյեկտների, այսինքն հանձնաժողովի իրավասության տիրույթում չի գտնվել կամ գրություններով պատշաճ պատասխաններ են տրվել։ Նշեմ, որ սա իր ձևաչափով շատ նորարարական լուծում է եւ խթանում է ալտերնատիվ լուծման մեխանիզմները եւ այստեղ մենք ունենք տարբեր սուբյեկտների հետ համագործակցության ձևաչափ, այսինքն ունենք եւ բիզնեսի հետ համագործակցություն եւ հասարակական կազմակերպության հետ համագործակցություն եւ իրավաբանական ընկերությունների։ Իհարկե նաեւ այստեղ կարևոր դեր ունեն նաեւ սպառողները եւ հանձնաժողովը, եւ հանձնաժողովի ներկայությամբ է եւ դիտարկմամբ է, որ ողջ process-ները ընթանում են։ Ինչու է կարևոր, որ ոչ միայն պատժեն եւ վերահսկեն, այլ նաեւ ուղղորդեն բիզնեսին, որովհետեւ մարդիկ գուցե պատկերացում կազմեն, որ այս ամենը միայն բիզնեսին պատժելու համար է, բայց շատ հաճախ դուք ընդհանրապես ուղղորդում եք, որ ուղղակի խուսափեն այն բոլոր սխալներից, որոնք կարող են իրենցից հեռացնել, այսպես ասած, սպառողներին։ Դրա համար խոսենք նաև սրա մասին, ինչու է կարևոր, որ պետք է նաև ուղղորդեք։ Այո, ճիշտ նշեցիք, որ շատ տարածված տարընկալում կա, որ հանձնաժողովի հիմնական գործառույթը ինչ որ պատժիչ ճնշող մեխանիզմների կիրառմամբ ազդելն է տնտեսավարող սուբյեկտների վարքագծի վրա, սակայն հատկապես վերջին տարիներին հանձնաժողովը էականորեն առաջնահերթ է դարձրել տնտեսավարող սուբյեկտների վարքագծի նախականխումը, այսինքն իրավախախտ վարքագծի նախականխումը, սա իրականացվում է տարբեր գործիքներով եւ սա շատ կարեւոր է հաշվի առնելով, որ հիմնական նպատակը հանձնաժողովի առողջ տնտեսական մրցակցության երաշխավորումն ու սպառողների շահերի պաշտպանության գործնական ապահովումն է։ Եվ այս նպատակին հասնելու համար առաջնային է տնտեսավարող սուբյեկտների հետ համագործակցությունը, քանի որ տնտեսավարող սուբյեկտների շահերից եւս բխում է, որ վերջիններիս վարքագիծը համապատասխանի օրենսդրական կարգավորումներին։ Այստեղ շատ կարևորում ենք հենց նորարարական գործիքների կիրառումը եւ համագործակցությունը։ Սպառողի օգնականը դրա վառ ապացույցներից է, երբ հանձնաժողովը լինելով, այսպես ասած, խողովակ եւ կապուղի սպառողի եւ տնտեսավարող սուբյեկտի միջև լուծմանը հասնում է հենց տնտեսավարող սուբյեկտների հետ համագործակցության շնորհիվ, այսինքն երբ հանձնաժողովը կապում է եւ սպառողին ու տնտեսավարող սուբյեկտին, պրակտիկան ցույց է տալիս, որ տնտեսավարող սուբյեկտները ավելի շատ հարցերը կարգավորում են, քան շարունակում են վարքագիծը սպառողների շահերը խախտող։ Սա վկայում է, որ կարևոր է առաջնային փորձել կանխել վարքագիծը, քան դրա համար հետագայում պատասխանատվության միջոցներ կիրառել։ Այս առումով նաև կուզենայինք անդրադառնալ հանձնաժողովի կողմից եզրակացությունների ընդունման ինստիտուտին, երբ տնտեսավարող սուբյեկտները, պետական մարմինները, այսինքն հանձնաժողովի կողմից հանձնաժողովի վերահսկողության տիրույթում գտնվող բոլոր սուբյեկտները, ինչպես գիտենք, հանձնաժողովը ունի նաև իրավասություն քննարկելու տնտեսական մրցակցության բնագավառում պետական մարմինների եւ վերջինիս պաշտոնատար անձանց վարքագիծը եւ առհասարակ բոլոր անձանց ում վրա տարածվում է տնտեսական մրցակցության սպառողների շահերի պաշտպանության մասին օրենքի կարգավորումները վերջիններս հնարավորություն ունեն
մինչև որոշակի գործողության կատարումը, որոշման ընդունումը կամ վարքագծի դրսևորումը դիմելու հանձնաժողովին եզրակացություն տրամադրելու խնդրանքով։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ երբ տնտեսավարող սուբյեկտները ինչ-ինչ պատճառներով չունեն հստակ հնարավորություն պարզելու արդյոք իրենց վարքագիծը, իրենց կողմից կատարվելիք գործողությունը համապատասխանում է տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը, թե ոչ, վերջիններս հնարավորություն են դիմելու հանձնաժողովին եւ այդ պատասխանը ստանալու հանձնաժողովից արդյոք իրենց վարքագիծը կհամապատասխանի օրենսդրությանը, թե ոչ։ Սա կարծում ենք շատ կարևոր է տնտեսավարող սուբյեկտների կողմից, ինչպես նաեւ այլ սուբյեկտների կողմից, այդ թվում պետական մարմինների կողմից խուսափելու տնտեսական մրցակցության օրենսդրությանը հակասող որևէ գործողությունից կամ վարքագծից եւ եզրակացությունների ընդունման ինստիտուտը եւս բավականին հաջող գործում է։ Մենք պրակտիկայում շատ դեպքեր ունենք, երբ հանձնաժողովը ընդունել է որոշում եզրակացության մասին եւ տնտեսավարող սուբյեկտները բնականաբար, եթե եզրակացությունը եղել է այնպիսին, որ վարքագիծը չի համապատասխանում օրենսդրությանը եւ կարող է պարունակել տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման հատկանիշներ, վերջիններս չեն կատարել այդ գործողությունը, չեն դրսևորել վարքագիծը կամ որոշումը չեն ընդունել։ Ավելին ասեմ, մենք ունեցել ենք դեպքեր, երբ պետական մարմինները իրենց կողմից ընդունվելիք նախագծերը ուղարկել են հանձնաժողովին եզրակացության ընդունման ինստիտուտի շրջանակում դիտարկման եւ համապատասխան եզրակացության հիման վրա են նախագիծը մշակել։ Այսինքն մենք այս կարող ենք փաստել, որ այս գործիքը եւս արդյունավետ կիրառվում է։ Վերջին շրջանում իսկապես թրենդային է դարձել compliance-ների կիրառումը եւ նույնիսկ աշխատաշուկայում ենք նկատում տենդենսներ, որ ավելի շատ բիզնեսները հակված են ընդունելու աշխատանքի compliance-ի մասնագետների, նույնիսկ հայտարարություններում այդ ձևակերպները հաճախ են հանդիպում ոչ թե դասական իմաստով իրավաբանների, ու սա իսկապես վկայում է այն մասին, որ բիզնեսները արդեն իսկ պատրաստ են ներդնելու compliance-ից բխող մշակույթը, ինչը խոսում է իրենց բարձր մրցակցային իրավագիտակցության մասին եւ նրանց պատրաստակամության մասին սպառողների շահերի պաշտպանության օրենսդրությունը պահպանելու իմաստով։ Compliance-ը ընդհանրապես ներքին իրավական ակտն է բիզնեսի, որտեղ որ յուրաքանչյուր բիզնես հաշվի առնելով իր գործունեության ոլորտի առանձնահատկությունները կանխորոշում է, նախանշում է այն բոլոր մրցակցային ռիսկերը եւ սպառողների շահերի պաշտպանության ոլորտում այն բոլոր ռիսկերը, որոնք որ իր գործունեության շրջանակում կարող են ծագել եւ բացի այդ ռիսկերը նախանշելուց նաեւ փորձում է գտնել մեխանիզմներ, կառուցակարգեր, թե ինչպես պետք է զսպել այդ ռիսկերը։ Եվ այդ ներքին իրավական ակտով այդ ամենը ֆիքսվում է եւ սրանից բխող տրեյնինգներ, վերապատրաստումներ են իրականացնում բիզնեսները իրենց աշխատակիցների համար։ Այ վերջերս օրինակ մենք տնտեսավարող սուբյեկտներից լսեցինք, որ իրենց մարքեթինգի բաժնում օրինակ շատ հաճախ ագրեսիվ գովազդային արշավներ են փորձում նախաձեռնել եւ դրանք միանգամից զսվում են իրավաբանների կողմից, որովհետեւ մրցակցային վտանգ կա, սպառողների շահերը խախտող գործելակերպի վտանգ կա եւ եթե այս compliance-ի մշակույթը հնարավորինս զարգանա եւ օրինակ այդ մարքեթինգի թիմում վերապատրաստումներ ակտիվորեն իրականացվեն, այս ռիսկերը էականորեն կչեզոքացվեն եւ վերջիններս գովազդային արշավները կկառուցեն արդեն մրցակցային օրենսդրության եւ սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության հաշվառմամբ։ Իհարկե նաև այնպես, որ չտուժի իրենց բիզնես քաղաքականությունը եւ մարքեթինգային արշավների բարենպաստ հետևանքներին իրենք հասնեն։ Նշեմ, որ հանձնաժողովը դեռևս 2021 թվականից արդեն հեռավոր ուղեցույց էր մշակել compliance-ի ներդրման վերաբերյալ եւ դրա վերաբերյալ բազում միջոցառումներ է իրականացրել եւ իրազեկման ակցիաներ, որտեղ ներկայացված է թե ինչ անհրաժեշտ կետեր են անհրաժեշտ ներառել compliance-ում եւ այս ուղեցույցը կարող է իրականում ուղենիշային լինել բիզնեսների համար, այնպես որ հարգելի տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչներ, եթե պատրաստվում եք compliance-ներ ներդնել, ապա ձեզ համար օգտակար կլինի ուղեցույցի ուսումնասիրությունը, միևնույն ժամանակ հայտնեմ, որ հանձնաժողովը եւս պատրաստակամ է compliance-ի մշակման ողջ գործընթացում օժանդակել տնտեսավարող սուբյեկտներին եւ պրակտիկայում հենց այդպես էլ արվում է։
մենք ունենք բազում հաջող լուծումների օրինակ, երբ որ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ համագործակցության արդյունքում լինի դեղերի ոլորտ, խաղային ոլորտ, շատ բազմազան են ոլորտները, ներդրվել են compliance-ներ, ավելին նշեմ, որ այս compliance-ի ներդրումը ոչ միայն նպաստում է օրինակ բիզնեսի առավել այսպես իրավահպատակ վարքագծի ձևավորմանը, այլ նաև նպաստում է նրան, որ առավել շատ ներդրումներ են օրինակ ներգրավում, որովհետև փաստացի ավելի քիչ են լինում մրցակցային իրավախախտումները, սպառողների իրավախախտումները եւ սա բարձրացնում է ընկերության իմիջը եւ ազդեցությունը շուկայում։ Միևնույն ժամանակ հանձնաժողովը որպեսզի խրախուսի compliance-ների ներդրումը իր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով նախատեսել է, որ այն կդիտարկվի որպես մեղմացնող հանգամանք այն դեպքում, երբ բիզնեսը օրինակ առաջին անգամ իրավախախտում է իրականացրել, սակայն ունի compliance։ Սա նշանակում է, որ բիզնեսը քայլեր է ձեռնարկում իր վարքագիծը ավելի պրոմրցակցային դարձնելու ուղղությամբ եւ սա պետք է բնականաբար դրական գնահատականի արժանանա հանձնաժողովի կողմից։ Եվ այս ամենի համատեքստում որքանով են կարևոր եւ արդյունավետ դեմարտեմ հանդիպումները։ Կարծում ենք, որ կարևոր է շատ եւ հանձնաժողովը ձեռնամուխ է լինում հնարավորինս ավելի ընդգրկել տնտեսավարող սուբյեկտներին հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումներին, հատկապես երբ օրենսդրական փոփոխություններ են իրականացվել, կարծում տեղեկացված ենք բոլորս, որ արդեն 2025 թվականին կատարված օրենսդրական փոփոխությունները ուժի մեջ են մտել եւ 2026 թվականին եւս սպառողների շահերի պաշտպանության ոլորտում կատարված օրենսդրական նոր փոփոխությունները հուլիսի 1-ից գործում են եւ այս բոլոր փոփոխությունների մասով հանձնաժողովը բազմիցս իրազեկման միջոցառումներ է իրականացրել, վերջին իրազեկման միջոցառումները մեկ շաբաթ առաջ էին իրականացվել բոլոր տնտեսավարող սուբյեկտներին, որոնց վրա օրենքի դրույթները տարածվում են եւ որոնց վարքագիծը պետք է համապատասխանեցվի նոր կարգավորումներին, բոլոր տնտեսավարող սուբյեկտները ներգրաված են եղել իրազեկման միջոցառումներին, նրանց հնարավորություն է տրվել իրենց դիտարկումները ներկայացնելու հանձնաժողովին եւ իհարկե օրենսդրական փոփոխությունները նախաձեռնող էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներին, ավելին իրազեկման միջոցառումներին հաջորդել են տնտեսավարող սուբյեկտների հետ դեմարդեմ քննարկումները, վերջիններիս բարձրացրած հարցերի հատուկ ուսումնասիրությունները եւ դիտարկումների ներկայացումը, հաշվի առնելով, որ օրենսդրական կարգավորումները վերջին նոր են ուժի մեջ մտել, հուլիսի 1-ից են գործում, հանձնաժողովը բազմաթիվ հարցադրումներ է ստանում փոփոխությունների վերաբերյալ, տնտեսավարող սուբյեկտները ներկայացնում են իրենց դիտարկումները, հանձնաժողովը արձագանքում է դրանց, նաեւ դեմարդեմ քննարկումները կարևորվում է նրանով, որ հանձնաժողովը հստակ կարողանում է հենց տնտեսավարող սուբյեկտներից պարզել ոլորտում առկա խնդիրները եւ դրանք քննարկման առարկա դարձնել։ Համենայն դեպս հանձնաժողովը ձգտում է համագործակցությունը բարձր մակարդակի վրա պահել տնտեսավարող սուբյեկտների հետ։ Մենք շատ կարևորում ենք տնտեսավարող սուբյեկտների ներգրավվածությունը թե օրենսդրական փոփոխությունների մշակման փուլում եւ թե արդեն կիրարկման process-ում եւ պատրաստակամ ենք բոլոր դիտարկումներին անդրադառնալու եւ յուրաքանչյուր ոլորտի առանձնահատկություն հաշվի առնելու։ Դուք որևէ բան կավելացնեք։ Նաև կուզեի շեշտել, որ օրինակ հանձնաժողովը երբ իրականացնում է ոլորտային ուսումնասիրություններ կամ վարույթների շրջանակում անհրաժեշտ է լրացուցիչ դիրքորոշումների վերհանում տնտեսավարող սուբյեկտների կողմից, ապա հանձնաժողովը ունի ձևաչափ, երբ աշխատակիցների, պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների կամ հանձնաժողովի անդամների նախաձեռնությամբ հրավիրվում են քննարկումներ եւ հանձնաժողովի ուշադրությանն են հրավիրվում տնտեսավարող սուբյեկտի դիրքորոշումները, նաև սա վարույթների ընթացքում լսված լինելու շրջանակում օգտակար գործիք է, օրինակ հանձնաժողովը հրավիրում է լսումներ նիստերի ժամանակ եւ տնտեսավարող սուբյեկտները կարողանում են ներկայացնել իրենց այն դիրքորոշումները, որոնք որ գրավոր դիրքորոշման ձևաչափով հնարավոր չէ ներկայացնել եւ այսպես իրենց ամբողջական լսվածությունը ապահովվում է ու ի վերջո հանձնաժողովը հակված է ոչ միայն լսելու սուբյեկտներին, այլ նաև խոսելու նրանց հետ, վերհանելու իր ունեցած մտահոգությունները եւ որպեսզի
շուկան ավելի կանխատեսելի լինի, ոլորտը կանխատեսելի լինի տնտեսավարող սուբյեկտների համար եւ իրավակարգավորումները վերջիններիս համար ավելի հասկանալի լինեն։ Շնորհակալություն, հիշեցնեմ ռադիոլսողներին, որ դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությանը, ես Գայա Սոյանն եմ, կհանդիպենք։